Բարև ձեզ, Բուն TV եթերում այսօր զրուցելու ենք քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի հետ։ Ողջույն Սամվել, շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Սամվել, մի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ ակտիվորեն քննարկվում է խաղաղության պայմանագրի եւ դրա շուրջ զարգացումները, թեև ամբողջությամբ պայմանագրի տեքստը հրապարակված չի, բայց գրեթե բոլոր կետերի վերաբերյալ կան հանրային, այսպես ասած, քննարկումներ, բայց մինչև դրանց անդրադառնալը ես կուզեի խոսենք նրա մասին, թե ինչ միջավայրում ու մթնոլորտում ենք առհասարակ քննարկում հակամարտության լուծման հնարավորությունները, հավանականությունները, կոլեկտիվ վախերը, անհանգստությունները, հաճախ ինձ մոտ այն զգացողությունն է, որ մենք Լիպարիցյանի ու իր գործընկերների կողմից այդ հիշատակված մտավոր անվտանգությանը այդպես էլ չենք հասել, դուք ինչ կարծիքի եք։ Կարծում եմ մենք պատերազմում ընդհանրապես պարտությունը, առավել ևս Հայաստանի նման հասարակությունների, երևի մեր սոցիալական միջավայրը, ընդհանուր գաղափարները, որ կան, շատ լավ կարելի է համեմատել, ասենք 20-րդ դարի առաջին կեսին, նույնիսկ 19-րդ դարի վերջի եվրոպական երկրների միջավայրի հետ, ու երբ որ այնտեղ առնչվում էին ինչ-որ խնդիրների հետ, ասենք մենք հիշում ենք ֆրանսիացիները շատ մեծամիտ էին գերմանացիների նկատմամբ 19-րդ դարի մինչև ֆրանկո-պրուսական պատերազմը, 1871 թվականի, ու այնտեղ պարտությունից հետո Ֆրանսիայում առաջացավ շատ ուժեղ ռեակցիոն շարժում, հետո Դրեյֆուսի հայտնի գործն ենք հիշում, այն հրեա սպայի ու մեղադրում էին շպիոնաժի մեջ Գերմանիայի օգտին եւ հասարակության մեծամասնությունը, նույնիսկ դատավարությունը բոլորը Դրեյֆուսի դեմ էին, որովհետեւ ինքը հրեա էր, որովհետեւ ինքը թշնամիների համագործակցող էր, թեև այդպես էլ այդ փաստը չհաստատվեց եւ այո, հետո արդարացվեց, բայց հիշում ենք, որ շատ քիչ մարդիկ էին, հիմնականում սոցիալիստները, ինչ որ որոնք նաեւ մարգինալ էին ընկալվում, որ պաշտպանում էին Դրեյֆուսին, որովհետև նաև վտանգավոր է, ռիսկային էր այդ պաշտպանելը, քեզ նույնպես կարող էին մեղադրել այդ նույն հանցանքների մեջ։ Նման հասարակությունը, որ նույն հիշում ենք այդ լուսավորչական շարժումը, Ռուսոն, Դիդրոն, հեղափոխությունը, Նապոլեոնի օրենքները եւ այլն, ու դրանից հետո նույնիսկ այդպիսի բարդ մշակույթ ստեղծած հասարակությունում պարտությունից հետո այդ տրամադրությունները գերիշխում էին։ Գերմանիայի մտավոր, ասենք, զարգացումը 20-ականներից մինչև 30-ականները, 40-ականները բոլորին հայտնի է։ Ռուսաստանի նման շատ բարդ ու մեծ ինտելեկտուալ ռեսուրսներ ունեցող երկիր, որ 90-ականների այդ Խորհրդային Միության պարտությունը, որովհետև մենք այս վերնախավը հստակ ունի այդ զգացողությունը, որ իրենք պարտվել են եւ ռեսենտիմենտը կա ուժեղ եւ կա ինչ-որ պատմության, այդ արդարությունը վերականգնելու միտումը հիմա, որը բերում է կամաց, օրինակ 90-ականներից 2000-ականները մենք տեսնում ենք, որ շատ բարդ մտածելակերպ ունեցող, նույնպես լիբերալ շարժման մասնակից ռուս մտավորականներ հետզհետե դառնում էին, այսպես ասած, ծավալապաշտական, դառնում էին Պուտինի աջակիցները, այդ գաղափարների, հիմա արդարացնում են, ասենք, ուկրաինական պատերազմը, եւ խոսքը չի գնում ինչ-որ ինտելեկտուալ կարողություններից կարողություններ չունեցող մարդկանց մասին։ Կարողությունից զուրկ մարդկանց։ Այո, մենք նույնիսկ հիշում ենք Մարտին Հայդեգերի օրինակը, որ 20-րդ դարի լավ ամենաբարդ փիլիսոփաներից է համարվում եւ մտավորականներից եւ բայց ինքը օրինակ սև տետրակներ այսպես կոչված իր պահպանված այնտեղ հստակ սիմպաթիա ունի նացիստների նկատմամբ։ Այսինքն ոչ ինտելեկտը, ոչ այդ բարդ մշակույթը, ոչ չգիտեմ, տարբեր ինստիտուտներ եւ այլն նրանք չեն ապահովում, այո, չեն ապահովում, որ նման կոլեկտիվ աղետներից հետո հասարակությունը հետզհետե կորցնում է իր adekvatությունը, հասարակական դիսկուրսը եւ եթե դու ներսում ես գտնվում, հաճախակի դու նաեւ չես նկատում դա, ինչպես է հետզհետե այդ անկումը գնում, օրինակ Ռուսաստանում այն ինչ կատարվում է, նույնիսկ մենք Հայաստանի շատ լավ տեսնում ենք ու նաև քննադատաբար կարող ենք մոտենալ, որովհետև հասկանում ենք, որ սա ինչ-որ զարգացում է, սա ոչ adekvat է, բայց եթե ներսում ես գտնում, դու հետզհետե հարմարվում ես այդ միջավայրին։ Իմ կարծիքով Հայաստանում մենք 2020 թվականի այդ պարտությունից հետո եւ 23 թվականի իրադարձություններից հետո մենք գնում ենք նույն ճանապարհով, որովհետև պարզ է, որ չի կարող ռացիոնալ առումով նա պարտություն անցնել, եւ
այդպիսի մեծ կատաստրոֆաները ռացիոնալ փորձես դու հանգիստ ինչ որ վերլուծել, եթե խոսքը գնում է հասարակության մասին, առավել եւս որ դու չունես նաեւ այդ մշակույթը, չունես ինստիտուտը եւ 2020 թվականից առաջ էլ գրեթե նույն պատկերներ, հա, մենք հատկապես այդ է ուզում ասել, որ ռացիոնալ կերպով վերլուծել ու ընկալել չէր ստացվել նաեւ հաղթանակը։ Այո, մենք ունեինք մարգինալիզացումը մարդկանց, նույն Լիպարիտյանին նշեցիք, երբ որ ինքը պարտվողական էր կոչվում, ես հիշում եմ, որ այդ ռացիոնալ դաշտը, երբ որ մենք փորձում էինք ինչ որ ձևով քննարկել, իսկ հաճախակի օրինակ առանձին մարդկանց հետ շատ ավելի անկեղծ, ասենք, խոհանոցային զրույցներում մենք կարող էինք քննարկել, իսկ եթե ասենք այս 5 շրջանը տանք ինչ է լինելու կամ 6 շրջանը տանք ինչ է լինելու, իսկ հնարավոր է որ այս ճանապարհով գնանք եւ այլն, իսկ եթե պատերազմ լինի, ինչպես է լինելու, կարողանան արդյոք գրավել ադրբեջանցիները եւ այլն, ես հիշում եմ առնվազն 2014-15-16 թվականից առավել եւս մտավախություններ կային, հա, որ իսկապես մենք վտանգավոր զարգացումներ կարող ենք ունենալ, բայց ցավոք սրտի այդ զրույցները շատ մարգինալ մնացին, ու սա նաև վտանգավոր տենդենսը ինչու է, որովհետև այս նույն մշակույթը խոհանոցային զրույցների խորհրդային միությունում էր, հա, այնտեղ ասենք այդ մտավորականությունը 60-ականներից հատկապես այդ մշակույթը կար, որ խոհանոցում բավականին համարձակ գուցե ինչ-որ հարցեր քննադատում են, բայց հասարակական դաշտում չկար։ Ու շատ կարևոր է, որ այս բարձ հարցադրումները լինեն հենց հասարակական դաշտում, չմարգինալիզացվեն, ու եթե մենք այս ֆենոմենը նույնպես ունենք, որ փորձագետը վերլուծաբանը ինքը շատ ավելի բարդ պատկերացում ունենալով իր ներսում կամ նեղ շրջանակներում հասարակական խոսույթում միշտ օգտագործում է ավելի պրիմիտիվը, միանշանակը նաև դառնում է քաղաքական պայքարի մաս եւ քաղաքական այդ պայքարը, քանի որ գնալով բևեռացումը ուժեղանում է, հա, դու հետը նույնպես քո խոսույթն է ավելի պրիմիտիվ դառնում, դու դա ոչ թե պատկերը ինչ որ ձևով ներկայացնելու, այլ կողմ ընտրելու խոսույթ է դառնում, հա, դու կամ այս կողմից ես կամ հակառակ կողմից ես կամ մերոնցական ես կամ թշնամի ես, հա։ Ու այս միտումը իհարկե քանի որ նշեցի մինչև 2020 թվականը կար, 2020 թվականից հետո եւ պարտությունից հետո ավելի sense տրավմատիկ նաեւ շերտերով հարստացավ, ցավոք սրտի բերում է նաև այդ ընկալումների ոչ adekvatության, ավելի ագրեսիվ միջավայրի, ավելի բևեռացած եւ թայֆայացած միջավայրի, հա, որտեղ դու պետք է անպայման կողմ ընտրես, ոչ թե փորձես ցանկացած հարց դիտարկել նաև իր սեփական տրամաբանության, հա, համատեքստում, ու քանի որ նաև մենք առարկայական պատկերացումներ լիքը հարցերի մասին չունենք կամ շատ վատն են այդ պատկերացումները, թերի են, շատ քիչ մարդիկ են, որ ունեն այդ պատկերացումները, նաև մեր խոսույթը նույնպես այդ առարկայական պատկերացումներից հաճախակի եւ բանավեճերից զուրկ է եւ շատ հեշտ է գրեթե եթե մի երկու խնդիր կա հիմնական, բոլոր հարցերը վերագրել այդ խնդիրներին, հա, այսինքն կապ չունի ինչ է կատարվում, սա Հայաստանում երևի 90-ականներից տենդենս է, Ալեքսանդր Իսկանդարյանը լավ արտահայտություն ունի, որ Հայաստանի իշխանությունների ցածր վարկանիշը, խնդիրների, հա, երբ որ մենք ունենք բարդ խնդիրներ, կոնֆլիկտներ, չլուծված բարձր ռիսկեր, սա ամենասովորական հայաստանյան իրավիճակն է, հա, ասենք ինչ որ sense բում է լինում, օրինակ 90-ականների սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբում, հետո այդ ծանր թվերը, նույնիսկ պատերազմի տարիներին արդեն հստակ դժգոհություն կար, ոնց էր սև ու մութ տարիներին, հա, այդ ցուրտ ու մութ տարիներին, հետո կլիշավորեցին, հետո Ռոբերտ Քոչարյանի պարագայում նույնպես ցածր ռեյտինգ, էլի չլուծված հարցեր, գուցե նաև տնտեսական աճ, որ մի քիչ մեղմացրեց, բայց ավարտվեց նաև մարտի 1-ի պատմությամբ Սերժ Սարգսյանի ժամանակ ենք հիշում նույն պատկերը եւ գրեթե բոլոր հարցերը եւ ցանկացած օրինակ դիվերսիաներից հետո ես հիշում եմ մեր խոսույթը, բա ինչու չեն մերոնք կրակում, Բաքվի վրա հարձակվում, չգիտեմ հրթիռով ոչնչացնում դիրքերը, Մինգեչաուրը ոչնչացնում եւ այլն, եւ այն ժամանակ ինձ մոտ sense մի բան առաջացավ, հատկապես 2016 թվականի պատերազմից հետո այդ հակառակ դիրքի հակառակորդի դիրքի, այսպես ասած թեզը, որ միշտ ավելի հեշտ է գրավել Բաքուն, քան հակառակ դիրքը, որովհետև դու պետք է հստակ օպերացիա մշակես, ասենք, քանի զինվորակ ես պետք, ինչ ուժերով ես գրավելու, ինչքան զոհ ես դու տալու, հա, որովհետև նույն ռազմական գիտությունը նույնպես այդ հաշվարկների վրա է հիմնված,
եւ մեր լուծաբանները Բաքուն գրավելու համար ուղղակի ճարտասանություն է պետք։ Բաքուն միանգամից տանկերի շարասյունը մտնում էր, հայկական դրոշը բարձրացնում էին եւ մենք հիշում ենք խոսույթներ, որ հայկական զինվորը պետք է գա կուրի ափին կանգնի, այդ չգիտեմ կուրը բնական սահմանն է եւ այլն, այսինքն նման առնվազն ոչ adekvat միտումներ կային ու միշտ այս բարձր ճառերը, հա, երբ որ հարցը միանգամից ինչ որ մի գործոն ես դնում եւ հարցերը միանգամից լուծվում են կամ ինչ որ մեկին կամ ինչ որ գործոն հանում ես եւ բոլոր խնդիրները լուծվում են, հա, այսինքն դու Բաքուն ես գրավում, դու Ադրբեջանին ես ծնկի բերում, հակառակորդին ես ստիպում ընդունել քո դիրքորոշումը հենց այդ բանից հետո ու գործոնները տարբեր են, օրինակ միտեղ համարում են, որ եթե մենք ասենք կա պարտվողական ինչ որ մոտեցում, եթե պարտվողական մոտեցումը փոխվում է հաղթողական մոտեցումով, իրերը ուղղվում են եւ ամեն ինչ դառնում է քո կողմից, գործընկերներ ես ձեռք բերում, դաշնակիցներ, սա ասենք 19-րդ դարի առաջին կեսի այն փիլիսոփայությունն է, հա, էսենցիալիստական, եւ որ կան ինչ որ էություններ, հա, ասենք տվյալ դեպքում էս պարտվողական էությունը կա, ինքը sense գոյություն ունի, հիշում եք, չէ, Հեգելի հոգին, որ ինքը sense ամենուրեք, հա, այսինքն ու հենց այդ գործոններն է, այդ էսենցիալիստական գործոնները, եթե այդ ոգին դու ընտրում ես, ոգու միջոցով դու կարող ես ինքն ամենուր է եւ իր հատկանիշը փոխանցում է ամեն ինչին, այո, իրականության, որ հետ առնչվում է։ Կարլ Մարքսի գերմանական իդեոլոգիայից հետո, ինչքան հիշում եմ 1840-ականներին էր, ասենք, այս ոճի հրապարակախոսությունը մեր մոտ շատ պոպուլյար է ու ամենաանկալելին է, երբ որ կարող ես դու նման գործոններով, բարոյական գործոններով լուծել ավելի բարդ իրական հարցերը։ Հիմա նայեք, օրինակ կա Խնածաղ գյուղի այս գնդակոծության թեման, հա, երբ որ գյուղի ուղղությամբ կրակոցներ են, երկու անգամ նաև վնասվել էր մշակույթի տունը եւ նաև բնակենի տունը։ Ու եթե փորձում ենք կիրառել այս մոտեցումը, ասենք պարտվողական մոտեցումը կամ չգիտեմ վախի մթնոլորտը հաղթահարում ենք, լուծում ենք առաջարկում, կրակում ենք փոխարեն ասենք, հա, ինչ որ գյուղի վրա ադրբեջանական։ Ինչ պրակտիկ հետևանք ունենում Խնածաղ գյուղի համար, սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը էլի սկսում է կրակել գյուղի վրա, ու քանի որ 90-ականներից մենք նման մի գյուղ ունենք Նոյեմբերյանի տարածաշրջանում, բարեկամավանը, երբ որ նույն գյուղի դեմի այդ դիրքը ադրբեջանական օրինակ իրենց շատ ուղիղ նայում էր գյուղին, եւ այն ժամանակ մենք հաղթած էինք, ասենք Արցախում հաղթած էինք, հաղթողական տրամադրություններ էր, բայց այդ գյուղը գրեթե դատարկվեց, ասենք մոտ 800 բնակիչ ունեցող գյուղը 200-ից քիչ բնակիչ մնաց, մի տարի նույնիսկ դպրոցականներ չունեին, այդ ոնց է չէր օգնում այդ հաղթողական ոգին, հա։ Որովհետև հստակ կան որոշակի խնդիրներ, որոնք շատ են, բազմաթիվ են եւ ունեն կոնկրետ լուծումներ, հա, կամ չունեն լուծումներ, սա նույնպես պետք է ընդունել, եւ եթե դու փորձում ես այս լուծումները, ասում ես մենք ոգին այդ ներդնում ենք եւ ինքը սկսում է այդ հարցերը Մեղրից մինչեւ նոյեմբերյան լուծել, սա շատ պրիմիտիվ պատկերացում է, սա նաև արտացոլում է, որ այլ լուծումների մասին պատկերացում չկան, հա, ու կա այդ վախի նույն մթնոլորտը, կա անվստահության մթնոլորտը հակառակ կողմի նկատմամբ, ու կա նաև վախը անորոշության նկատմամբ, ինչը շատ բնական մարդկային արձագանք է, երբ որ մենք չգիտենք ինչպես է նույն այս բանակցային գործընթացը ավարտելու, գուցե իսկապես պատերազմ լինի վերջում, հա։ Բայց սա ինչ է նշանակում, ինչ պետք է մենք հիմա անենք ու հենց այդ բովանդակային քննարկումներն ու վերլուծությունները կարծես բացակայում են, դուք հիշատակեցիք նաև գերմանական հասարակությունը, նաև վերաիմաստավորման փորձերը այդ հասարակությունում, ես հաճախ այս օրերին նաև վերընթերցում եմ Հայնրիխ Բյոլի տարբեր էսսեներ, որ նվիրված են հենց այդ յետպատերազմական շոկային իրավիճակում հասարակության անելիքին եւ բացակա որոշ գործոններին եւ այսպիսի մի դրվագ կամ մի պնդում կա իր մոտ, որ ասում է գավառական վախը գերմանացիների գավառականությունից հաճախ իրենց յետ է մղում այդ զարգացման ճանապարհից, խոսքը իհարկե յետպատերազմական Գերմանիայի մասին է, եթե տեղայնացնենք մեր այս խոսակցության վրա, հաճախ ունեմ այն զգացողությունը, որ մենք գավառական վախ ունենք պատերազմից վախ ունենալուց։ Կարծես թե դա բնական ինչ որ երևույթ է, որովհետև վախը, որ կլինի
պատերազմ, կլինեն զոհեր, կլինեն նոր ավերածություններ, շատ մարդկային ու բնական մի բան է, բայց մեզ մոտ տաբուացվում է դա եւ համարվում է հենց այդ պարտվողական մտածողության արգասիկ։ Կարծես թե իրական արժանապատիվ դիրքերից պիտի չվախենաս դրանից։ Բայց կուզեմ նաև անդրադառնանք այն խնդրին, որ մեզանում քննարկումներ կան նաև այն մասին, որ շատ հասարակություններ ու պետություններ էլ կարողացել են ոտքի կանգնեն պարտությունից հետո, Ֆինլանդիայի օրինակն են բերում, Ճապոնիայի օրինակը, նույն Գերմանիայի օրինակը, բայց նույնիսկ այդ օրինակները բերելիս մենք կարծես հաճախ կամ մեծամասամբ մեթոդական սխալով ենք վերլուծում ու տեղայնացնում։ Օրինակ Ֆինլանդիայի մասին խոսելիս, նույնիսկ շատ թրենդային էր Ֆինլանդիայի պատմության մասին գրքեր թարգմանվեցին, այնտեղից գիտնականներ հրավիրվեցին խոսելու, թե ինչքան կարևոր է այդ օրինակը, բայց երբ փորձում են տեղայնացնել, դա փոխակերպվում է նորից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա։ Օրինակ բերելով են հանգամանքը, որ երբ Ռուսաստան-Ֆինլանդիա այդ արճակատումը եղավ կամ ԽՍՀՄ Ֆինլանդիա, ինչպես Ֆինլանդիան կարողացավ նորից լեզու գտնել ԽՍՀՄ-ի հետ, առանց հաշվի առնելու, որ մեր դեպքում կոնֆլիկտի մյուս կողմը Ռուսաստանը չէ, Ադրբեջանն է։ Կարծես նաև տաբու ունենք խոսելու հենց այդ իրական հակառակորդի հետ լեզու գտնելու անհրաժեշտության մասին։ Այս հարցը կարծում եք հաղթահարելի երևույթ է։ Դե այդ պատմական օրինակները բերելը, քանի որ մենք պատմական այդ օրինակների բարդությունը հաճախակի չենք հասկանում, հա, մենք այդ մակերեսային արդյունքներն ենք միայն նայում, ինչպես է եղել, ասենք ինչպես է Գերմանիան վերականգնել, չենք ասում, որ արևմուտքից ու նաև խորհրդային միությունից, եթե արևելյան Գերմանիայի մասին է, եղել են հստակ ներդրումներ, խոշոր Մարշալի պլան չլիներ, դա տեղի չէր ունենա։ Ճապոնիայի համար բացվում է ԱՄՆ-ի շուկան եւ այնտեղ նույնիսկ սահմանադրությունն է գրվում, ասենք ԱՄՆ-ի թելադրությամբ, ապառազմականացվում են այդ պետությունները, այսինքն ռազմական ծախսեր գրեթե չեն ունենում, սա հստակ զարգացման ծրագիր էր, հա, ներդրումների ծրագիր էր, մենք հիմա եթե այս ռացիոնալ մասը մի կողմ ենք դնում, արդյունքում ինչ որ էլի այդ մի հատ sense կախարդական որոշում կա, որ դու ընդունում ես նայելով այդ օրինակներին եւ միանգամից ամեն ինչ սկսում է փոխվել, հա։ Այդ մի քայլով բոլոր հարցերը լուծելը, մի գործոնով հարցեր լուծելը կամ մի քանի գործոնով հարցեր լուծելը չհասկանալով այդ ֆակտորան, այդ իրականության, նաև պատմական համատեքստը, օրինակ հաճախակի պարտիզանական պատերազմի մասին են խոսում, օրինակ, ինչու առաջին Արցախյան պատերազմի ժամանակ որոշակի պարտիզանական շարժում կար, իսկ այս ժամանակ չկար, հա։ Կամ համեմատում են ազգերի հետ, որոնք պետություն չունեն եւ նրանց որդեգրած այդ պարտիզանական շարժումները որպես օրինակ են։ Այո, կամ ասենք չեն համեմատում այն, որ ասենք եթե 20-րդ դարի առաջին կեսին մի ընտանիքում մի քանի տղամարդ երեխա կար, հա, ու ասենք մի տղամարդի կորուստը մի գործոն էր, ծերացող ուրբանիստական հասարակությունում, իսկ Հայաստանը շատ արագ տարածաշրջանի ամենաուրբանիզացված հասարակությունն է, նաև կորուստների առումով մեծ կորուստներ են եղել, երկրաշարժի կորուստները մենք չենք հաշվում, այս պատերազմի մշտական կորուստները չենք հաշվում եւ այլն եւ այլն, ուսա նույնպես գումարվում է այդ այսպես կոչված վախերի վրա, որովհետեւ վախերը, եթե մենք որ այդ խոսում ենք այդ վախերից, ենթադրվում է, որ ինչ որ մեկը ներդրել է այդ վախերը հասարակության մեջ, բայց եթե այդ վախերը չլինեին ու մենք գործեինք առանց այդ վախերի, արդյունքը հակառակը կլիներ, հա։ Ու իմիջայլոց այս նույն խոսույթը կար 19-րդ դարում, Ռաֆին այդ խոսույթի ամենահայտնի հեղինակներից է, որ նայեք ասորիները ռազմական պայքար ունեն, ռազմականացված են, նույն Խամսայի մելիքությունների օրինակներ բերվում, հա, Արևելյան Հայաստանում կամ Հարավային Կովկասում տարբեր ազգերի, իհարկե բուլղարների օրինակին են նայում, սերբերի օրինակներն են նայում եւ այլն, ասում են, բա մենք ինչու չենք սա անում, հա, ու մենք հիշում ենք, որ Կովկասահայ երիտասարդությունը հիմնականում թերուս եւ լավագույն դեպքում Պետերբուրգում, Մոսկվայում մի քանի տարի ազատ լսողներ են, հա, վոլնոслушатели են կոչվում, երբ որ ազատ ունկնդիրներ։ Այո, ունկնդիրներ համալսարանում ինչ որ վճարովի կամ ձերի կուրսերի նստում էին մի քանի տարի, հիմա ու սոցիալիստական ու ազգայնական այդ գաղափարախոսության տակ գալիս են այստեղ, որ Կուկունյանին հիշում եք, հա, էթնիկ ուդի, ով սկսեց հայկական այդ շարժումը զինված օգնության արևմտահայերին, ու էլի հիմնական բուլղարների ազդեցության տակ, նույնիսկ այդ հիշողություններում կան, որ բուլղար ուսանողների հետ կապեր կային, իրենք ինչ որ բրոշուրներ էին թարգմանում նույն ռազմական պայքարի մասին եւ այլն։
ու բայց հայկական հողի վրա մենք տեսանք ինչ արդյունք դա ունեցավ, հա, որովհետև այլ գործոնները հաշվի չէին առնում ու հետո մեր պատմաբանները նույն Ադոնցը ասում էր մենք շատ վատ պատկերացում ունենք այդ երկրի մասին, որը գնում ենք ազատագրել եւ այլն, կամ ռուս Հյուպատոս Մայևսկին, որ օրինակ հայաֆոբիայի, արմենոֆոբիայի sense հայրերից է ու Ադրբեջանում հիմա վերահրատարակվում է մեծ տիրաժներով, ինքը օրինակ հիանում է այդ հայ ֆիդայինեի խիզախությամբ, բայց ասում է, որ ինչ աղետալի արդյունքեր ունենում այդ մի քանի զինված երիտասարդների պայքարը, որ իսկապես շատ խիզախ էր, հետո բերում էր, որ ամբողջ գյուղը քրդերը հարձակվում էին եւ ոչնչացնում էին, հա, այդ Վանի ավազանում տենց գյուղեր անհետացան։ Լեոնու մյուսներն էլ հաճախ դա վերագրում էին նրան, որ դրսի ուժերի վրա շատ հույս էին դնում, միգուցե այդ էր պատճառը։ Այո, դե Բալկանների օրինակով նայում են, որ եղավ բուլղարների, ասենք, այդ կոտորածները, Անգլիայում եւ այլն ուշադրության արժանացավ, Ռուսաստանը միջամտեց, ազատագրեց ու փորձում են լավ էս օրինակը աշխատեց, հիմա դուք Ֆինլանդիայի օրինակը բերեք Գերմանիա, այն ժամանակ էլ Բալկանների օրինակն էր։ Ուրեմն մեր պարագայում էլ կաշխատի ու Գրիգոր Արծրունյանն ենք հիշում, որ ինքը ասում էր, որ դիմում էր Թիֆլիսահայ ինտելիգենցիան ռուսներին, որ հայերին նույնպես նայեն բալկանյան ժողովուրդների նման, հա, եւ այս ծրագիրը լինի նույն եւ այլն։ Որոշ շրջանակներ կան ներողություն, որ հիմա էլ ուկրաինական օրինակով են փորձում դա անել, որ տեսեք, այ որ պայքարեցին, այդ պատճառով եղավ այդ օգնությունը, մենք բավարար չպայքարեցինք, այդ պատճառով մենակ մնացինք։ Գիտեք, սրանք հարցադրումներ են, որոնք կարող են եւ պատասխաններ չունենալ, հա, բայց սա ընդհանուր այն, որ եթե դու ունես շատ սահմանափակ ռեսուրսներ ու նաեւ այդ պատերազմական գործողությունները վարում ես մի տարածքում, որը միջազգային օրենքի տեսակետից Ադրբեջանի տարածք է համարվում, եթե դու այնտեղ պարտվում ես, նույնիսկ ոչ վերջնական, այլ ինչ որ տարածք ես կորցնում, դու հստակորեն պետք է սպասես հաջորդ փուլ եւ որ հակառակորդելի սկսելու այդ պատերազմը, ելի ինչ որ բան դու կորցնել ես, ոնց որ ապրիլյանը եղավ, հետո 2020-ը եղավ 2023, հա, որովհետեւ ինքը այդ լեգիտիմ հիմքը ունի ու նաև ընկալվում է Արցախի, ես մասին խոսել եմ, հարցը ցավոք սրտի դրա նաև հետխորհրդային այլ պետությունների տարածքային ամբողջականության հարցի պատանդը, հա, որովհետև սկզբից եթե մենք հիշում ենք ինչ աչքով էին նայում Արցախի շարժմանը նույն ԱՄՆ-ում, շատ դրական, որպես հակասովետական շարժում, ստալինյան սխալների ուղղում եւ այլն եւ այլն։ Մերձբալթյան երկրների ազատագրական այդ շարժումների հետ էին համեմատում։ Այո, հենց որ այլ խորհրդային հետխորհրդային հանրապետությունների տարածքային ամբողջականության հարցը բարձրացավ, այստեղ Ռուսաստանի գործոնը վտանգավոր համարվեց, մենք տեսանք, որ միանգամից այս սկզբունքը ընդունվեց, որ տարածքային ամբողջականությունը գերակա է եւ եթե ասենք Կոսովոյի դեպքում մի լուծում էր, այս դեպքերում հստակ Վրաստանի տարածքային ամբողջականություն, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, Մոլդովայի տարածքային ամբողջականություն, հետո Ուկրաինայի, հա, թեև Ուկրաինայի այդ Ղրիմի կորուստի հետ պատրաստ էին հաշտվել եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ օրինակները մի հանգամանք, որ ներքաղաքական կյանքում առնվազն 96 թվականին առնվազն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այսպես ամրագրվում էր որպես փաստ, ոչ թե կարծիք, ոչ թե վերլուծություն, այլ փաստ, որ Ղարաբաղի հարցում դաշնակիցներ չկան եւ դաշնակիցներ չկան նաեւ հենց նույն այդ յետ սովետական երկրների, այսպես ասած, արիալում, որտեղ յուրաքանչյուրը իր վրա է պրոյեկտում այդ խնդիրները եւ ռիսկեր ու վախեր է տեսնում դրա մեջ։ Բայց մենք հիմա էլի հետահայաց փորձում ենք խավության նոխազներ գտնել եւ փորձել հասկանալ, թե եթե ավելի այսպես մոլեռանդորեն պաշտպանեինք մեր իրավունքները, գուցե այլ բան ստացվեր։ Գուցե այլ բան ստացվեր, բայց այդ մոլեռանդորենն էլ պետք է հասկանալ, էլի տենց ինչ որ իր մեջ այդ բանը կա, հա, այդ ոգու տարը կա, գուցե, չգիտեմ, եթե նույն Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկով էր եղել, հա, տեսակետով էր եղել, էլի դա մոլեռանդ է, թե մոլեռանդ չէ, հա, եթե ավելի լավ լուծում է արդյունքում ու բնակչությունը մնում է, ինքը պաշտպանված է լինում այդ բնակչության իրավունքները, եթե համեմատում ենք այն, ինչ մենք հիմա ունենք, գրեթե ցանկացած նախկին լուծում լավ լուծում է, հա։ Ու ցավոք սրտի իհարկե մենք այս պրոգնոզի, այսինքն հասկանալու ապագայում ինչ է մեզ սպասում, ու նույն Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ես հիշում եմ եւ ես էլ եմ կիսել այդ տրամադրությունները ժամանակին, որ ինչ որ պարտվողական, ինչ որ այնտենց քարոզա ոնց է կարելի, մենք պատմական հողեր ենք ազատագրել, Քարվաճառում եկեղեցիներ կան եւ այլն եւ այլն։ Ազատագրվածը ոնց կարելի է թղթերով հանձնել, հա, բայց եթե փորձում ես դու այդ տրամաբանությունը հասկանալ ու հետո իսկապես հասկանում ես, որ իսկապես ինքը ճիշտ էր մտածում,
ու այն ժամանակին արված այդ լուծումները կարող էին ավելի լավ լինել ու Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։ Իհարկե սա մեր ամենախոշոր պատմական պարտություններից է ու մենք հիմա պարտությունը միայն ռազմական ենք հասկանում, հա, կամ հաղթանակը ռազմական, բայց իրականում սա նույնպես պատճառն է, որ մենք շատ քիչ վերջին մեր պատմության շրջանում հաղթանակներ ու ասենք ամեն ինչ մի օրինակներով է ու շատ տպավորում է մեզ, հա, որովհետև կան պետություններ, որ ասենք 19-րդ, 20-րդ դարի ընթացքում 10-15 պատերազմ են վարել, դրանց մի մասը կրել են, մի մասը կրվել են ու նորմալ է, եթե դու պետություն ես ու եթե պատերազմի այդ շրջանի, հա, որովհետև 19-րդ դարը, 18-րդ դարը ակտիվ պատերազմների շրջան էր, դու կարող ես կրվել, պարտվել, ինչ որ կամ հաղթել ու տարբեր գործոններ են աշխատում քո դեմ կամ քո կողմից ու նույն մեր հարևան Օսմանյան կայսրությունը շատ եւ հիմա Թուրքիան այդ մեծ փորձ ունի 18-19-րդ դարերի պարտությունների եւ այլն։ Բայց եթե քոնը մի sense օրինակ է, մենք նաեւ համեմատելու օրինակ չունենք, ինչի հետ համեմատենք, հա, Արցախում այդ եղավ այդ հաղթանակը, մենք համարեցինք, որ դա ինչ որ շատ ուժեղ հիմքեր կան դրա տակ եւ որ հետո էլ նույնը կրկնվելու է տարածաշրջանի ամենամարտունակ բանակ եւ այլն եւ այլն։ Որ հաղթել է մեր գեների մեջ, այո, բայց չհասկացանք, որ գործոններ կան, որոնք պատերազմի պայմաններում բերում են մի կամ մյուս կողմի հաղթանակի, հա, նույն գործոնները, որոնք բերեցին մեր հաղթանակի 90-ականներին Ադրբեջանի պարտության, այլ գործոններ բերեցին հիմա Ադրբեջանի հաղթանակի եւ մեր պարտության։ Ու հենց այդ գործոնների չհասկանալը ու մի քանի այսպես գործոնների վրա հիմնվելը, նաեւ ներքին քարոզչությունը, որ կար հստակ, հա, մենք առաջին պատերազմի մասին, ինչքան ես արտադրանք հիշում եմ հայկական, բոլորը քաղաքական բնույթի են։ Նույն ֆիլմերը, որ ես նայում եմ, այնպիսի տպավորություններ, որ սա ինչ որ կրոնական քարոզ ավելի շատ, ասենց մեր հերոսները, մեր էլի այդ ոգու մասին գործոնները, բայց այնտեղ ավելի շատ հենց հստակ հաշվարկներ, հայկական կողմի առավելությունները տարբեր պատճառներով հակառակ կողմի։ Բայց պարտադիր ինչ որ միֆական տարրեր էինք մտցնում նույնիսկ այդ հաղթանակների, չէ՞, փոքրիկ Շուշիի ազատագրումը օրինակ, չէ՞, նկարագրվում էր որպես ինչ որ միֆական, գերբնական, աստվածային մի բան, ոչ թե հաշվարկների արդյունք։ Այո, հետո դուք նայեք, ասենք ռուսական կամ եվրոպական ինչ որ հանդեսներում Արցախյան պատերազմի վերլուծություն։ Ես որ նայում եմ, միշտ 4 լեզուն ինձ տարօրինակ էր թվում։ Մենք սենց հաղթել ենք, իրանք նկարագրում են, որ այս գործոնների հաշվին հաղթեցին եւ այլն եւ այլն։ Բայց դա որտեղ նույն պատերազմը, եթե դու 10 պատերազմ ես վարել որպես պետություն, դու արդեն ունես վիճակագրություն նաև վերլուծելու ինչ գործոններն են ասնում, հա, հաղթանակի վրա, պարտության վրա ու նաև պետությունները մենք գիտենք ուղարկում են ինչ որ մասնակցելու իրենց ուժերը ակտուալ պատերազմների, որ փորձ հավաքեն եւ հասկանան այս պայմաններում ինչպես վարել կոնկրետ պատերազմը։ Այ մեր մոտ այդ համեմատականն էլ միշտ բացակայել է ու ես հիշում եմ որ արտագետ Երվանդ Գրեկյանի հետ էի մի ժամանակ խոսում ու հետաքրքիր Իրանի տարածքում կան շատ խոշոր արտական բերդեր եւ բնակավայրեր ու հետաքրքիր էր այնտեղ ինչ աշխատանքներ կան ու ինքը նկարագրեց շատ պատկերավոր իրանցի հնագետների տեքստերը, որ կարող է սկսել մի քանի էջ նրանից, որ առավոտը արթնացանք, թռչունները երգում էին, շատ գեղեցիկ բնություն էր եւ այլն եւ որ չոր ուզում ես հասկանալ, ասենք ինչ տիպի կառուցվածք էր, ինչ իրիգացիոն համակարգեր կային եւ այլն։ 15-րդ էջից հետո պետք է փնտրել։ Այո, ու այդ գեղարվեստական ոճը ինքը սպանում է այդ բանը, հա, բովանդակությունը, գիտականությունը ու մեր երազած նաև որոշ շրջանների համար պատմական տեքստերն են այդպեսին, որ ասենք անցյալում փառաբանեն ինչ որ այտենց գործիչների կամ գործոնները մեր տարանջատված չեն, հա, ու էլի մենք չհասկանանք ինչ գործոնների շնորհիվ ասենք Տիգրան մեծ այդքան մեծ տարածքներ գրավեց, բայց հետո նաև պարտվեց։ Զիջեց նաև որոշակի տարածքներ։ Ու ցավոք սրտի այս խոսույթը միշտ գերակա է ու չգիտեմ, իմ պատկերացմամբ հենց այդ բովանդակային զրույցների առանձին դաշտ պետք է ստեղծվի, որ մենք փորձենք նաև վերլուծել նույնը այլ լեզվով, այլ պատկերացումներով ու հետո այդ երկու դաշտերի բախումը արդեն ինչ որ այլ արդյունքի է բերելու, որովհետև շատ քիչ է, ասենք շատ մենք ունենք մեծ ուռճացված մի խոսույթ, մի ոճի տակ եւ գրեթե չունենք այլ ընտրանքը, հա։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, ցավոք սրտի ժամանակը պարտվողական ոճով ավարտվելու, այսպես ասած, հատկություն ունի։ Շնորհակալ եմ։ Ես նույնպես։ Ստեսություն։